Արարատի եւ Արմավիրի մարզերում գործող 135 արդյունագործական ձկնաբուծարանները պետական աջակցություն կստանան։ Առաջարկվում է փոխհատուցել 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերված ձկանկերի միջին արժեքի 20%-ի չափով, այսինքն 1 կիլոգրամի համար 900 դրամ։ Կարևոր է, որ կերը գնված լինի սերտիֆիկացված ընկերությունից, իսկ ծրագրի շահառու կազմակերպությունը լինի ավելացված արժեքի հարկ վճարող։ Անհրաժեշտությունը այս ծրագրի պայմանավորված է ձկան եւ ձկնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում որոշակի ֆինանսական դժվարություններով, որոնք ունեն ձկնարդյունաբերողները, որպեսզի դրանք մեղմենք, որպեսզի նրանք կարողանան մի կողմից ինքնարժեքը իջեցնելով հնարավորություն ունենալ ներքին շուկայում որոշակի գներ իջեցնել եւ դրանով նաեւ մենք կարծում ենք սպառումը ավելացնել եւ միևնույն ժամանակ իհարկե արտաքին շուկաներում էլի ինքնարժեքի իջեցմամբ հնարավորություն ունենան նոր շուկաներ կարողանան գտնել, որպեսզի նոր շուկաներում մտնեն։ Վեդու ջրամբարի եւ ոռոգման համակարգի կառուցման ծրագրի շրջանակում 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու անհրաժեշտության մասին զեկուցեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Վճարումը ընթացիկ կարգով է նախատեսված, նշեց նախարարը։ Խոսքը վերաբերվում է 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում անելու եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցում միջոցառմանը 650 միլիոն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին, որից զգալի մասը շուրջ 468 միլիոն դրամը կվճարվի կապալառուին որպես հետավարտական երաշխիքի բաստողում, 117 միլիարդ դրամը կվճարվի որպես խորհրդատուի ծառայության դիմաց վճարվող գումար։ Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնն այս տարի նախատեսվում է անցկացնել օգոստոսի 20-ին Սևանա լճի ափին։ Այժմ ընթանում է մասնակիցների նախընտրական փուլը։ Մրցույթ փառատոնի շրջանակներում հայտ է ներկայացվել շուրջ 100 բենդ եւ պետք է ասեմ, որ աշխարհագրությունը ներառում է Հայաստանի բոլոր մարզերը, Երևանը, ունենք նաեւ հայտեր Կանադայից եւ Ավստրիայից։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից եւ մենք կունենանք 2 փուլով ընտրություն մինչեւ վերջնական փառատոնը։ Փառատոնի ձևաչափը վրանային ճամբարի հնարավորություն է տալիս, իսկ մուտքը ազատ կլինի քաղաքացիների համար։ Հայաստանը զբոսաշրջության տեսանկյունից ռեկորդային ուղեծրի մեջ է եւ ամենայն հավանականությամբ ոլորտի այս տարվա ցուցանիշները կլինեն բացարձակ առավելագույնը մեր երկրի պատմության մեջ, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անի Գրիգորյան, Սյունիք, լուրեր։